Երևանի Հայբուսակ համալսարանը պատվավոր հյուրեր ունի։ Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլը Երևանի Հայբուսակ համալսարանում է։ Դեսպանն ինքն է ընտրել Հայբուսակը եգիպտացի գրող դոկտոր Ահմեդ Յուսեֆի Բոնապարտը գրքի շնորհանդեսի համար։ I chose Ես ընտրել եմ Հայբուսակ համալսարանը, որպեսզի հիմք դնենք նոր գործակցության, մշակութային համագործակցության, որովհետև ինչպես գիտեք, Հայբուսակում շատ են արտասահմանցի ուսանողները, այդ թվում նաև Եգիպտոսից ուսանողներ։ Հետաքրքիր կլինի իմանալ այլ երկրների մշակույթների մասին։ Շատ կարևոր է, որպեսզի մեր երկրների միջև լինեն մշակութային պատմական փոխհարաբերություններ։ Երեք Շարլ Ազնավուրի հիմնադրամի շենքում տեղի ունեցավ առաջի շնորհանդեսը, որը վերաբերում էր Շարլ Ազնավուրի կյանքին, քանի որ Ահմեդ Յուսեֆը մտերիմ բարեկամներից է, ընկերներից է եղել նրա, եւ փաստագրական կադրերի միջոցով մենք ավելի մանրամասներ իմացանք մեր հանճարեղ հայրենակցի կյանքից։ the lecture of today Այսօրվա դասախոսությունը հայտնի գրող դոկտոր Ահմեդ Յուսեֆն է անում, ով երկար տարիներ ապրում է Ֆրանսիայում եւ շատ հետաքրքրված է պատմությամբ, իսկ հայերը մեծ հետք են թողել Եգիպտոսի պատմության մեջ։ Բոնապարտ արաբական գիրք հարցականով, այդպես է կոչվում։ Մեզ համար է հետաքրքիր, թե ինչի մասին է լինելու գիրքը։ Կարևորագույն միջոցառումներից մեկն է մեր կյանքում եւ մշակութային կյանքում նաև համալսարանի։ Հայբուսակում օրը պատմական է։ Պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ են պատրաստվել հանդիպմանը։ Я интернациональный студент из Грузии. Ես ուսանող եմ Վրաստանից, սովորում եմ Երևանի Հայբուսակ համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսում։ Այս հանդիպումը շատ հետաքրքիր է ոչ միայն բժշկական, այլև մեր համալսարանի մյուս ուսանողների համար։ Պատմական մի շարք կարևոր գիտելիքներ այսօր ստացանք ու ինչու՞ չէ նաև այս աստիճանի նշանավոր մարդկանց հետ շփվեցինք, ծանոթացանք իրենց կարծիքների հետ եւ շատ նշանակալից էր իմ համար, որ իրենք որոշեցին հենց իրենց գիրքը ներկայացնել այսօր այստեղ մեր համալսարանում։ История это такое, то что Պատմությունը երբեք չի մոռացվում, եւ ինձ թվում է պետք է ուսանողներն առավելագույն ինֆորմացիա ստանան անցած ժամանակաշրջանի մասին։ как раз той эпохи, которая прошла в прошлом. Մոտ 1 ժամ տևած հանդիպումը պատմական էքսկուրս ու մեծ դասախոսություն էր, որով նաև հիմք դրվեց երկու երկրների մշակութային համագործակցության եւ որով եւս մեկ էջով հարստացավ Երևանի Հայբուսակ համալսարանի մշակութային կյանքը։